Որթեկորույս մայր Գոհար Սարգսյանը գլխավոր դատախազի հետ ունեցած հանդիպումից սպասելիքներ չունի։ Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվոր Տիգրան Օհանջանյանի մայրը Գոհար Սարգսյանն ազատության հետ զրույցում ասաց, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ ունեցած հանդիպումն արդյունավետ չէր։ Սա մի հերթական, ասենք, հերթական հանդիպում էր, ոնց որ մյուս դատախազների հետ ենք հանդիպել, հերթական մի պծիչ կա, որ ընդունել ենք սպանված զինվորի ծնողներին ու ասենք 3 ժամ ընդունելության արդյունքում ես ոչ մի ակնկալիք չստացա, թե ինքը ուզում էր ինչ-որ մի այդ գործով մի առաջ խաղացում աներ։ Ինչ ասում, դուք կարծում եք 9 տարի հետո ինչ-որ մի բան մենք կարող ենք անել, բայց ես ինչ ակնկալիք ունեմ ձեզանից։ 9 տարի առաջ բանակում մահացած Տիգրան Օհանջանյանի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են։ Այս մասին Գոհար Սարգսյանն ու Սուրեն Օհանջանյանն ասել են 3 ամիս առաջ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնած Արթուր Դավթյանին։ Տիգրան Օհանջանյանի մահվան պաշտոնական վարկածը սկզբում եղել է հոսանքահարումը, մինչդեռ դատական երեկատյաններն էլ այս վարկածը հերքել են ու գործն ուղարկել նոր քննության։ Դրանից հետո իրավապահները կասեցրել են գործը եզրակացնելով, կատարվել են հնարավոր բոլոր քննչական գործողությունները, սակայն իրեղեն ապացույցները չեն պահպանվել։ Նաև չի պարզվել այն անձը, ով պետք է ներգրավվեր որպես մեղադրյալ, սակայն մահացած զինվորի ծնողներն ամիսներ առաջ բողոքարկել էին վարույթի կասեցման մասին որոշումն ու հասել հաջողության, գործը վերաբացվել է։ Արթուր Դավթյանի գլխավոր դատախազ նշանակվելուց հետո Որթեկորույս մի քանի ծնողներ դիմեցին նրան խնդրելով հանդիպում։ Գոհար Սարգսյանն ասում է, գլխավոր դատախազը նշել է, որ իրենց ուսումնասիրությունները թույլ են տալիս ասել, որ գործն իսկապես քննվել է որոշ թերություններով, ուստի դատախազը որոշ հանձնարարականներ է տվել նախաքննական մարմնին։ Եթե ես ընդունեմ դա էլեկտրահարումից շորերն ապատառոտվում, եթե դա էլեկտրահարում էր այդ դեպքի վայրում, քննիչը ինչի էր տրոսը պահեստից վերցրել։ Իմ երեխու վրա կա մարմնական վնասվածքներ, որ դատաբժիշկ Վիգեն Ադամյանը չի նկարագրել ու ցույց տվեցի այն նկարները, որոնք 14 լուսանկար էին, որոնք քննիչի կողմից ուղարկվել էր փորձագիտական կենտրոն, որ իմանային արդյոք դրանք մոնտաժված են թե ոչ։ Դատախազը զարմացավ, այսինքն ասեց ինչա պիտի դրանք այդ նկարները չլինեին, ասի քննիչները եւ ձեր դատախազական համակարգը մտածում էր, որ ես սարքել եմ այդ վնասվածքները իմ երեխու վրա, որպեսզի ասեմ, որ իմ երեխուն սպանել են։ Պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը մինչդեռ գլխավոր դատախազի հետ որոշ հույսեր դեռ կապում է։ Արթուր Դավթյանի հետ Նանա Մուրադյանը հանդիպում է ունեցել մոտ 1 ամիս առաջ։ Ըստ Որթեկորույս մոր դատախազը խոստացել է օգնել որդու մահվան փաստով քրեական գործի կասեցման վերանայման հարցում։ Անցած տարի գլխավոր դատախազությունը որոշել էր կասեցնել գործը, պատճառաբանելով, թե հնարավոր չէ պարզել ով կամ ովքեր են 19-ամյա զինվորին դրդել ինքնասպանության։ Դե կասեցումից կհանի, էդի գիտեմ, համոզված եմ, խոստացել է, բայց ասա կասեցումից հետո մի բան անի, ես իրան ասեցի, ինքը որ ասեց կասեցումից խոստանում եմ կհանեմ, գործը կվերսկսենք, ես իրան ասեցի Կոստանյանն էլ կասեցումից հանեց, բայց ոչինչ չարեց, եթե դուք կասեցումից հանում եք, ինչ որ մի բան անելու եք, ասեց համոզված եղեք, ես խոստանում եմ եւ ասեց նոր քննություն կլինի, տեսնենք ինչ կարող կանենք։ Որթեկորույս ծնողները պնդում են, պայքարելու են այնքան, մինչև հասնեն արդարության, երբ մեղադրյալի աթոռի նստած կտեսնեն իրենց բնորոշմամբ որդիներին սպանած անձանց։